Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրանը փոխում է դեմքը, բայց ոչ ձեռագիրը։ Մինչ փորձագետները փորձում են գտնել նոր հոգևոր առաջնորդի Մոջթաբա Խամենեիի իրական հետքերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը անցնում է գրոհի, ստուգելով հարևանների նյարդերը։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում տողատակում հաղորդաշարն է։ Օրերս Իրանում նշվել է Ալ-Ղոդսի օրը։ Իշխանամետ զանգվածները մասնակցել են Իսրայելի եւ ԱՄՆ-ի դեմ ուղղված բազմահազարանոց ցույցերի։ Թեհրանում հանրահավաքներից մեկի տարածքում հրթիռի պայթյուն է որոտացել, ինչի ֆոնին լսվել են Ալլահու Ակբար վանկարկումները։ Ալ-Ղոդսի կամ Երուսաղեմի օրը Պաղեստինի հետ մահմեդականների համերաշխության օրն է, որն անցկացվում է Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը։ Իրանում այս օրն ավանդաբար ուղեկցվում է զանգվածային երթերով, որոնց ընթացքում այրվում են Իսրայելի դրոշները, իսկ մասնակիցները վանկարկում են «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» կարգախոսները։ Այսօրը ոչ միայն Պաղեստինամետ միջոցառման նկարագրություն է, այլև Իրանի իսլամական վարչակարգի ինքնության եւ լեգիտիմության ցուցադրություն։ Ալ-Ղոդսի օրը, որը հաստատվել է դեռևս Այաթոլլահ Խոմեյնիի կողմից, ծառայում է որպես ներքին համախմբման գործիք, սա այն պահն է, երբ պետությունը չափում է հասարակության լոյալության աստիճանը եւ ցուցադրում իր ուժը թե ներքին ընդդիմախոսներին, թե արտաքին աշխարհին։ «Մահ Ամերիկան» եւ «Մահ Իսրայելին» կարգախոսները վաղուց վերածվել են քաղաքական ծիսակարգի, որոնք ամրապնդում են Իրանի որպես դիմադրության առանցքի առաջնորդի կարգավիճակը։ Ինչ վերաբերում է Թեհրանում հրթիռի հարվածի կամ պայթյունի մասին հիշատակմանը, ապա նման լարվածության պայմաններում դա կարող է օգտագործվել իշխանությունների կողմից արտաքին թշնամու կերպարն ավելի վառ ներկայացնելու եւ բնակչության շրջանում զգոնությունն ու ատելությունը սրելու համար։ Իրական նպատակն այստեղ ոչ միայն Պաղեստինին սատարելն է, այլև Իրանի ներսում հեղափոխական հոգին թարմացնելը եւ ցույց տալը, որ չնայած տնտեսական պատժամիջոցներին եւ ներքին դժվարություններին, վարչակարգն ունի կազմակերպված եւ հավատարիմ բազա, որը պատրաստ է փողոց դուրս գալ հանուն պետական գաղափարախոսության։ Իրանը փոփոխությունների շեմին, նոր առաջնորդի ուրվական է եւ փողոցային մարտեր Թեհրանում։ Մինչ պաշտոնական լրատվամիջոցները լռում են, փորձագետները հարց են տալիս. արդյոք նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրականում գոյություն ունի, թե երկիրը կառավարվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի հաղորդագրություններով։ Իրանի ներկայիս քաղաքական վերնախավում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Ալի Խամենեիից Մոջթաբա Խամենեիին իշխանության փաստանցի փոխանցումը վկայում են ոչ թե վարչակարգի թուլացման, այլ դրա երիտասարդացման եւ մարտավարական թարմացման մասին։ Հոգևոր առաջնորդի Ռահբարի ինստիտուտը, որը հանդիսանում է Իրանի պետականության ողնաշարը, ցույց է տալիս ինքնապահպանման բացառիկ վնաս։ Մեկ Խամենեիին մյուսով փոխարինելը պարզապես դեմքերի փոփոխություն չէ, այլ ավելի կոշտ, ավելի էներգետիկ եւ տեխնոլոգիապես զինված սերնդի մուտքը քաղաքականություն։ Այս նոր սերունդը, որի խորհրդանիշն է Մոջթաբա Խամենեին, չի հրաժարվում իսլամական հեղափոխության հիմնարար գաղափարներից, հակաամերիկանիզմից, հակասիոնիզմից եւ տարածաշրջանային գերիշխանության ձգտումից։ Ընդհակառակը, նրանք գալիս են այդ նույն գաղափարներն իրացնելու ավելի թարմ եւ ագրեսիվ մարտավարությամբ։ Եթե հին սերունդը հենվում էր ավանդական կրոնական հեղինակության վրա, ապա նոր էլիտան երիտասարդ պահպանողականները սերտաճած են ռազմական ենթակառուցվածքների եւ հատուկ ծառայությունների հետ։ Սա նշանակում է, որ Իրանի քաղաքականությունը դառնալու է ավելի պրագմատիկ իր դաշնության մեջ եւ ավելի ճկուն արտաքին ճնշումներին դիմակայելիս։ Տողատակում այս սերնդափոխությունը հուշում է, որ վարչակարգը չի պատրաստվում զիջումների գնալ ոչ ներքին ընդդիմությանը, ոչ էլ արտաքին թշնամիներին։ Նոր ղեկավարության համար իշխանության պահպանումը բացարձակ արժեք է, իսկ երիտասարդ տարիքը նրանց հնարավորություն է տալիս երկարաժամկետ պլանավորել դիմադրության առանցքի հետագա քայլերը։ Իրական նպատակը համակարգի գոյատևումն է նոր դարաշրջանում, որտեղ հոգևոր առաջնորդի կերպարը ստանում է ավելի շատ ռազմաքաղաքական կառավարչի, քան կրոնական հեղինակության գործառույթներ։ Սա ոչ թե Իրանի թուլացման, այլ դրա վերակազմավորման փուլն է, որտեղ հին գաղափարախոսությունը փաթեթավորվում է նոր, ավելի կենսունակ եւ վտանգավոր մարտավարական լուծումներով։ Ըստ փորձագետների, Իրանի ԱԱԳՆ-ում ձևավորվել է գաղափարախոսական պատերազմի կենտրոն Ահմադ Քազեմիի գլխավորությամբ, որն իրականացնում է հակաթուրքական քարոզչություն։ Միևնույն ժամանակ Իրանի ներսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արմատական թևը պահանջում է պատժել Բաքվին Իսրայելին նավթ մատակարարելու համար, իսկ Թուրքիային ԱՄՆ-ի հետ դաշինքի համար։ Քաղաքական գործիչները, ինչպիսիք են Սեյեդ Հասան Ամիլին եւ Մոհամմադ Ռեզա Միրթաջեդիդին, բացահայտ կոչ են անում ԻՀՊԿ-ին օգտագործել տարածաշրջանային անկայունությունը հարևաններին դաս տալու համար։ Փաստացի Իրանի ներսում ձևավորված արմատական բազաները սկսել են վտանգավոր խաղ հարևանների Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ։ Թուրքական տարածքների եւ Նախիջևանի պարբերական գնդակոծությունները, որոնք քողարկվում են կառավարման կորուստի կամ տեղական սխալների անվան տակ, իրականում ԻՀՊԿ-ի կողմից իրականացվող նյարդերի ստուգում են։
Տողատակում Իրանը փորձում է կանխել պանթյուրքիզմի ազդեցության աճ իր սահմանների մոտ եւ պատժել Բաքվին ու Անկարային Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ ունեցած սերտ կապերի համար։ Այս ամենի ֆոնին Թուրքիայի եւ Ադրբեջանի վարքագիծը բացահայտում է տարածաշրջանային դաշինքների դաժան պրագմատիզմը։ Անկարան ցույց տվեց, որ պատրաստ չէ զոհաբերել իր կայունությունը հանուն Իսրայելի կամ ԱՄՆ-ի շահերի, մինչդեռ Բաքուն, ներքաշվելով սադրանքների մեջ, հայտնվեց աշխարհաքաղաքական թակարդում։ Տողատակում ակնհայտ է, որ Իրանի ցանկացած ելք, լինի դա հաղթանակ թե պարտություն, հավասարապես վտանգավոր է Ադրբեջանի համար։ Իրանի անկումը կարող է ոչ թե հզորացնել Բաքվին, այլ ծնունդ տալ մի նոր իսլամական հանրապետության, որն իր ժողովրդագրական եւ կրոնական կշռով պարզապես կկլանի ներկայիս Ադրբեջանը։ Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջև լուրջ դիվանագիտական լարվածության մասին։ Ամերիկյան The Hill պարբերականի հոդվածի համաձայն թուրքական պետական Halk բանկը օգնել է Իրանի շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները։ Օգտագործվել են կեղծ ընկերություններ եւ գործարքներ միջազգային ֆինանսական համակարգում իրանական նավթային եկամուտների շրջանառությունն ապահովելու համար, ինչը Վաշինգտոնում որակվել է որպես դաշնակցի կողմից իրականացված ուխտադրուժ դավաճանություն։ Այնուամենայնիվ, քանի որ տեղեկատվությունը դեռևս հիմնված է արևմտյան մամուլի արտահոսքերի վրա, անհրաժեշտ է սպասել պաշտոնական արձագանքներին, չի բացառվում, որ սա ուղղորդված տեղեկատվական արշավ է ուղղված Թուրքիայի վարկաբեկմանը կամ ընդհակառակը նրա իսլամական աշխարհի առաջնորդի դերի ամրապնդմանը։ Այս լուրը շատ ավելի խորն է, քան պարզապես ֆինանսական սկանդալը։ Տողատակում այստեղ ընթանում է մեծ խաղ, որտեղ Halk բանկը միայն գործիք է։ Նախ Halk բանկի գործոնը Վաշինգտոնի ձեռքում մշտական մահակ է Անկարայի դեմ։ Այս թեմայի վերակենդանացումը հենց հիմա պատահական չէ։ Տողատակում սա ԱՄՆ-ի ազդակն է Էրդողանին, որ նա չափից դուրս չմոտենա Իրանին եւ չփորձի սեփական խաղը վարել տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում։ Սա դաշնակցային շանտաժի դասական օրինակ է, որտեղ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքն օգտագործվում է Թուրքիայի քաղաքական հավակնությունները սանձելու համար։ Երկրորդ տողատակը վերաբերում է Թուրքիայի իմիջին իսլամական աշխարհում։ Եթե Թուրքիան ներկայացվում է որպես մի երկիր, որը փրկել է Իրանի տնտեսությունը արևմուտքի ճնշումներից, դա Էրդողանին հսկայական միավորներ է տալիս մահմեդական փողոցում, նրան դարձնելով միակ առաջնորդ, ով համարձակվել է խաբել ԱՄՆ-ին հանուն հարևան մահմեդական երկրի։ Սակայն հակառակ կողմից սա նաև թակարդ է, եթե Թուրքիան չափից շատ սիրախաղ անի այս հարցի շուրջ, նա կարող է հայտնվել երկրորդային պատժամիջոցների տակ, ինչը կկործանի նրա արդեն իսկ փրխուն տնտեսությունը։ Իրական նպատակն այստեղ ստատուս քվոյի պահպանումն է։ ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ տիրապետում է Թուրքիայի կեղտոտ սպիտակ եղենին եւ պատրաստ է այն հանել հրապարակ ցանկացած պահի, երբ Անկարան կփորձի դուրս գալ Վաշինգտոնի գծած սահմաններից։ Թուրքիայի համար սա զգուշացում է մնալ չափավոր իր իսլամական առաջնորդության հավակնություններում եւ չդառնալ Իրանի իրական տնտեսական թիկունքը։ Վերջնարդյունքում սա դիվանագիտական առևտրի նոր փուլ է, որտեղ Halk բանկի գործոնը փոխանակվելու է Թուրքիայի որոշակի քաղաքական զիջումներով կապված Իրանի կամ տարածաշրջանային այլ հարցերի հետ։ Հորմուզի նեղուցի փակումը մնում է Իրանի ռազմավարության ամենաարդյունավետ գործիքը։ Իսլամական հանրապետության նպատակն է առավելագույն վնաս հասցնել ԱՄՆ-ին եւ Իսրայելին պատերազմը Վաշինգտոնի համար դարձնելով անշահավետ։ Եթե տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումները կամ հարևան երկրների միջոցով ճնշում գործադրելու փորձերը դեռևս էական արդյունք չեն տվել, ապա նեղուցի շրջափակումն արդեն իսկ նավթի գները բարձրացրել է մինչև $100, հարվածելով ամերիկյան սպառողի գրպանին։ Թրամփի վարչակազմը նյարդայնանում է, իսկ Իսրայելը մտավախություն ունի, որ ներքին ճնշման տակ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել գործողությունները նախքան նպատակներին հասնելը։ Իրանը կարող է այս լարվածությունը պահել անվերջ։ Նույնիսկ ռազմական ներուժի մեծ մասի կորստի դեպքում սակավաթիվ հարվածները բավարար են նավագնացությունն ու ապահովագրական շուկան կաթվածահար անելու համար։ Չի բացառվում, որ Թեհրանը նեղուցը չբացի նույնիսկ մարտական գործողությունների ավարտից հետո նախապես քաղաքական պայմաններ թելադրելով։ Այս լուրի տողատակում թաքնված է Իրանի ասիմետրիկ պատերազմի հմուտ կիրառումը, որտեղ տնտեսական լծակը շատ ավելի հզոր է, քան ուղիղ ռազմական բախումը։ Իրանը հիանալի հասկանում է ամերիկյան ժողովրդավարության աքիլեսյան գարշապարը։ Ցանկացած նախագահի վարկանիշն ուղիղ համեմատական է բենզալցականներում տիրող գներին։ Տողատակում սա ուղղակի այն մասին, որ Թեհրանը պատրաստ է տերորի ենթարկել համաշխարհային տնտեսությունը սեփական գոյատևումն ապահովելու համար։ Իրական նպատակը ոչ թե ԱՄՆ-ին ռազմական հաղթանակի մատնելն է, այլ նրան հոգնեցնելը եւ ստիպելը, որ Վաշինգտոնը սանձի Իսրայելին։ Իրանը խաղադրույք է կատարում այն իրողության վրա, որ արևմտյան հանրության համար տնտեսական հարմարավետությունը գերակա է աշխարհաքաղաքական նպատակներից։ Հորմուզի նեղուցի գործոնը նաեւ ապագա բանակցությունների համար հզոր առևտրի առարկա ստեղծելու փորձ է։ Թեհրանը ցույց է տալիս, որ նույնիսկ պարտվելով ռազմադաշտում ինքը կարող է ձեռքը պահել համաշխարհային էներգետիկ զարկերակի վրա եւ թելադրել խաղաղության իր պայմանները։ Սա նաեւ զսպող գործոն է տարածաշրջանային այն երկրների համար, որոնք մտածում են հակաիրանական կոալիցիային միանալու մասին, քանի որ նրանց տնտեսությունը եւս կախված է հենց այդ նեղուցի անցանելիությունից։
Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։